Բարեօր, սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում մենք շարունակում ենք ներկայացնել Հանրապետություն կուսակցության 5 ծրագիրը։ Այսօր անդրադառնալու ենք արդարադատությանը եւ մեզ կօգնի Հանրապետություն կուսակցության քաղաքախորհրդի անդամ Գրիգոր Առաքելյանը։ Բարեօր, պարոն Առաքելյան։ Պահպանված արդեն իսկ պահպանված ավանդույթով ես կկարդամ մեր A5-ի կետերը և կփորձենք միասին մեկնաբանել։ Բարի։ Առաջին կետում մենք սահմանել ենք, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է լինեն։ Կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահական համակարգի։ Հանրապետություն կուսակցությունը սա վաղուց այս թեզը առաջադրել էր եւ վաղուց այս թեզը պաշտպանում էր։ Ինչ է սա նշանակում։ Կառավարման նախագահական մոդելի անցնելու մեր առաջարկությունը դեռ դուք ճիշտ ընդգծեցիք, որ տարիներ առաջ է ձևակերպված, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել սահմանադրական բարեփոխումների խորհրդի քվեարկության արդյունքում եւ վերջնական քվեարկությամբ որոշվել է, որ խորհրդարանական կառավարման մոդելը պետք է պահպանվի։ Այնուամենայնիվ մենք չենք դադարել պայքարել նախագահի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ եւ այդ մասով ունենք որոշակի առաջընթացներ, որոնց մասին դեռևս զերծ կմնամ բարձրաձայնել, քանի որ սահմանադրական նոր նախագծի սահմանադրության նոր նախագիծը դեռևս հրապարակված չէ, թող մի քիչ պահպանենք հետաքրքրությունը հասարակության շրջանում։ Այսինքն ինտրիգը փորձում եք։ Այո, իհարկե, բացի այդ ելնելով էթիկայի նորմերից, ես զերծ կմնամ դեռևս հրապարակել, բայց այն ինչը որ կհրապարակենք, դա թույլատրելի սահմաններում կլինի։ Լավ, մեր երկրորդ կետում մենք արձանագրել ենք համաներման անհրաժեշտությունը, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ համաներման արդյունքում ոչ մեծ եւ միջին ծանրության, որոշ դեպքերում նաեւ ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված պատիժը կրող կամ դեռևս չդատապարտված, սակայն քրեական հետապնդման ենթարկվող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Համաներման արձանագրմամբ, համաներման անհրաժեշտության արձանագրմամբ մենք ինչ խնդիր ենք փորձում լուծել։ Համաներումը անհրաժեշտություն է յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակությունում։ Դա ընդգծում է այդ պետության հենց կառավարման օղակների ժողովրդավար լինելու հանգամանքը եւ հետեւաբար մեր առաջարկն ուղղված է նրան, որ պետք է իմպերատիվ դրույթ սահմանվի, այդ թվում նաեւ սահմանադրությամբ ինչու ոչ, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է հանրապետությունում հայտարարվի համաներում, համընդհանուր ներում։ Դա համաներում բառը հենց այդպես է բացվում։ Ներկայիս մեր սահմանադրության 117-րդ հոդվածի կարգավորումներով ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ եւ падգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընդունում է օրենք համաներման մասին։ Մեր առաջարկը վերաբերում է ուրեմն համաներում հայտարարելու առաջարկությամբ ուրեմն հանդես գալու լիազորություն վերապահել նաև հանրապետության նախագահին։ Սա նույնպես տեղավորվում է նախագահի լիազորությունների ընդլայնման տրամաբանության մեջ եւ այս առաջարկությամբ մենք հանդես ենք եկել։ Թե հիմա ինչ ընթաց կստանա դա ժամանակը ցույց կտա, բայց համաներումն անհրաժեշտություն է։ Ասեմ ավելին, համաներման արդյունքում կթեթևանա քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը եւ այդ խնդրին մենք ներկայիս գործադիր իշխանությունը ներկայումս բախվում է։ Դա ուրեմն համաներումը ընդ որում վերաբերում է ոչ միայն քրեաիրավական ուրեմն պատասխանատվության ենթարկված անձանց ներում շնորհելուն, այսինքն ազատմանը, պատժից ազատմանը կամ քրեական պատասխանատվությունից ազատմանը, այլ նաև պետք է կիրառվի վարչաիրավական խախտումներից ազատման դեպքերին, որովհետև 100 հազարավոր մարդիկ տարիներ շարունակ ունեն թույլ տված վարչական իրավախախտումներ, դրանց համար ենթարկվել են վարչական պատասխանատվության եւ 100 հազարավոր մարդիկ ներկայդրությամբ ուրեմն իրենց հաշիվներն են արգելադրված, իրենց գույքերն են արգելադրված ինչ որ վարչական փոքր չնչին իրավախախտումների
պատճառով։ Հետևաբար դա կթեթևացնի նաև սոցիալական բեռը այդ հասարակության այդ զանգվածի նկատմամբ, որովհետև եթե մարդը տարիներ շարունակ ի վիճակի չէ այդ չնչին տուգանքները վճարելու, հետևաբար որն է լուծումը, պետք է ինչ-որ մի ձև լուծում գտնել, եւ մենք այդ լուծումը տեսնում ենք ամեն 5 տարին մեկ համաներման հայտարարման գործընթացում։ Մենք առաջարկում ենք նաև երթվյալ ատենակալների ինստիտուտ սահմանել։ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում սկզբնական փուլում քրեական դատավարությունում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով, հետագայում նաև քաղաքացիական եւ հակակոռուպցիոն դատարաններում առանձնակի կարևորություն ներկայացնող գործերով ներդնել երթվյալ ատենականների ինստիտուտ, որ կնպաստի արդար դատականության իրականացմանը եւ ժողովրդի իշխանության ներկայացվածությանը դատարաններում։ Այստեղ ինչ խնդիր ենք փորձում լուծել։ Ուրեմն ձեր հարցին պատասխանեմ հետեւյալ կերպ։ Նախ պետք է հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում արդարադատության համակարգը։ Հանրության շրջանում կա ձևավորված թյուր կարծիք, որ արդարադատության համակարգը դա արդարադատության նախարարությունն է եւ դատարաններն են։ 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցան մի շարք գործընթացներ, որոնք պետք է միտված լինեին արդարադատության համակարգի բարեփոխմանը, սակայն ինչպես տեսանք, ոչ վեթինգը, ոչ բազմաթիվ դատավորներին էթիկայի նորմերի խախտման հիմքով պատասխանատվության ենթարկելը, նրանց լիազորությունները դադարեցնելը, այդ ամեն ինչը իր արդյունքը չտվեց, իր դրական արդյունքը չտվեց եւ առաջացրեց հանրության դժգոհությունը եւ անվստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Հետևաբար, թե գործող իշխանությունը, թե մենք բազմիցս առաջարկել ենք նաև դատական համակարգում օրինակ ներդնել երթվյալ ատենակալների ինստիտուտը, որը պետք է ուղղված լինի հանրության շրջանում վստահության բարձրացմանը արդարադատության համակարգի եւ դատարանների նկատմամբ։ Դա ինչ է իրենից ենթադրում, որ ծանր եւ առանձնապես ծանր օրինակ հանցագործությունների, քրեական հանցագործությունների դեպքում վերդիկտը, վերջնական վերդիկտը, դատական ակտը, դատավճիռը չէ, դատավճիռի ձևակերպումը, իրավական ձևակերպումը մեծ հաշվով կատարվելու է դատավորի, այսինքն մասնագետ հանդիսացող դատավորի կողմից, սակայն արդյոք արկա է սուբյեկտիվ կողմը արարքի, արդյոք արկա են հանցակազմի տարեր, այսինքն հիմնավորված է անձի կողմից այդ արարքի կատարումը, թե ոչ, այդ հարցերի վերաբերյալ իր եզրակացությունը պետք է տան երթվյալ ատենակալները։ Սա դեռևս նախագիծ է, դեռևս շատ գործ կանելու այս համակարգի ներդրման համար եւ ինքը ունի իր շատ առանձնահատկություններ։ Ես ուրիշ բան Ովքեր պետք է դառնան երթվյալ ատենակալներ։ Այդ հարցերը դեռևս քննարկման փուլում են, դրանք պետք է լավ ուսումնասիրվեն, միջազգային փորձի ուսումնասիրման պետք է այդ համակարգը ներդրվի։ Այս փուլում դեռևս պարզապես ցանկանում ենք արձանագրել, որ նման ինստիտուտ պետք է ներդրվի արդարադատության դատական համակարգում։ Ես ուզում եմ նաև անդրադառնամ ձևավորված թյուր կարծիքին, որ արդարադատության համակարգը դա զուտ արդարադատության նախարարությունն ու դատարաններն են։ Դա ամենևին այդպես չէ։ Այսօր մենք իրականությունում առնչվում ենք իրավիճակի, երբ արդարադատություն մեծ հաշվով տեղի չի ունենում արդարադատությանը նպաստել կոչված մի շարք մարմինների, ասենք, իր աշխատանքի թերացման արդյունքում, օրինակ փորձագետների։ Այսինքն դատական ակտը հիմնվում է մի փորձագիտական եզրակացության վրա, որը որևէ աղերս չունի իրականության հետ օրինակ։ Սակայն դատարանը ստանալով փորձագիտական եզրակացություն մեծ հաշվով արդեն իր եզրափակիչ դատական ակտը ոնց որ կաղապարվում է այդ փորձագիտական եզրակացությամբ։ Ինքը չի կարող այլ բան ասել, քան տրված է եզրակացությամբ։ Արդեն իսկ այդ եզրակացությունը կանխորոշում է հետագա դատական ակտը։ Արդարադատության համակարգը նաև ուրեմն արդարադատության համակարգ են կազմում, համակարգի մի մաս են կազմում ինչպես դատախազական համակարգը, քննչական մարմինները, այդ փորձագետները, նոտարական պալատի ներկայացուցիչները, հաշտարարների պալատի, փաստաբանական համայնքը, այս բոլոր ինստիտուտները կոչված են
ամրագրելու արդարադատության համակարգի ամբողջականությունը։ Արդարադատության համակարգի բարեփոխումը դա միայն դատարանների վերափոխում կամ բարեփոխում չէ, ամբողջ այս համակարգերը բարեփոխման փոփոխության կարիք ունեն։ Այսինքն երթվել ատենականների ինստիտուտի ներդրման առաջարկով մեր վերջնանպատակը համակարգում փոփոխություններ անելն է։ Վերջնական նպատակը իրական արդարադատության հասնելն է։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք առաջարկում ենք նաև Հայաստանի Հանրապետությունում դատավորների ընդհանուր թիվը 275-ից հասցնել 350-ի։ Եվ յուրաքանչյուր դատավորի աշխատակազմում ավելացնել դատավորի օգնականը եւս մեկ հաստիկ։ Ինչ նպատակ ունենք մենք այս առաջարկներով։ Կարևորագույն բողոքը, որ կա հասարակության մեջ, դա դատական գործընթացների տևողությանն է վերաբերվում, եւ ինչով է պայմանավորված դա։ Դատավորների անձնակազմները, աշխատակազմները շատ փոքր են եւ չեն հասցնում այս ծավալի դատական գործընթաց։ Տեսեք, օրենսդրական մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, որոնց արդյունքում փորձ արվեց լիցքաթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, այսինքն դատական գործերի մի մաս, որոնք դատական լուծման էին ենթակա, վերապահվեցին օրինակ նոտարներին լիազորությունները։ Ընտանեկան հարցերով բազմաթիվ հարցերի ուրեմն համար նախատեսվեց միջդատական լուծման հնարավորություն հաշտարարների ինստիտուտի միջոցով, բայց դրանք չտվեցին այն ակնկալվող արդյունքը։ Պատճառը հետևյալումն է. մեր դատական օրենսգիրքը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր բոլոր դատարաններում պետք է լինեն առնվազն 275 դատավորներ։ Դատավորի մեկ անձնակազմը բաղկացած է դատավորից, դատական նիստերի քարտուղարից եւ դատավորի օգնականից։ Այսինքն մեծ գլոբալ հաշվարկով, ընդհանրացրած հաշվարկով, մեկ դատավորի աշխատակազմը ամսական արժենում է 1.5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Մենք առաջարկում ենք ավելացնել ինչպես դատավորների քանակը եւ տեղեկացնեմ ձեզ, որ այս հաշվարկները կան նաեւ արդարադատության նախարարությունում, ես իրենցից եմ սա հենց ճշտել նաեւ, որ դատավորների թվականակի ավելացման խնդիրը կա միանշանակ։ Ընդունում են։ Այո, իրենք գիտեն, որ սա պետք է արվի ռեֆորմը, հիմա մնում է իրականություն դարձնել։ Սա պարզապես իմ հաշվարկներն են, էլի, իմ անձնական։ Եվ ավելացնելով 75 դատավորի լրացուցիչ հաստիկներ, ինչպես նաև դատավորների աշխատակազմներում պետք է ավելացվի նաև եւս մեկ օգնականի հաստիկ, որովհետև դուք process-ը պատկերացրեք հետևյալ կերպ. մեծ հաշվով դատական ակտերը ձևակերպվում են օգնականների կողմից աշխատասենյակում նստած օգնականները գրում են դատական ակտերը, դատավորը պետք է ժամանակ չծախսի այդ դատական ակտերի ձևակերպումների վրա։ Նա պետք է պարզապես ընթերցի արդեն իսկ կայացված գրված փաստաթուղթե կատարի շտկումները եւ ստորագրի ու կնիքի եւ հրապարակի դրանք։ Դատավորների ժամանակ այսօր չի բավականացնում դատական նիստեր անցկացնելուն եւ միաժամանակ այդքան նստել մեկ դատական ակտեր գրելուն, որովհետեւ պատկերացրեք 30-50 էջ դատական փաստաթուղթ է ձևակերպում, դատական ակտ է ձևակերպում, դա 8 ժամ կարող է մարդը հատկացնի միայն այդ դատական ակտը ձևակերպելու վրա։ Պետքա անձնակազմի քանակը ավելացվի, ընդ որում անձնակազմը վարձատրվում է շոշափելիորեն ավելի քիչ, քան դատավորը, հետևաբար, ասենք, մեկ օգնականի հաստիկ ավելացնելով, մենք կրկնակի անգամ կարող ենք ազդել, ավելացնել, դատական ակտերի քանակը, ասենք, իր կողմից կայացվող, մեկին մեկ կարող է ավելացվել։ Այդ խնդիրները պետք է լուծվեն մի օր, չէ՞։ Հուսանք հնարավորինս արագ։ Այո։ Հասանք, ավելի ճիշտ անցանք, այլ հասանք վերջին կետին։ Արդարադատություն իրականացնող պետական եւ մասնավոր համակարգերի եւ ինստիտուտների, դատախազություն, քննչական մարմիններ, փաստաբանների, հաշտարարների, նոտարների պալատներ, պետական եւ մասնավոր փորձագիտական կազմակերպություններ, շարունակական զարգացում, նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացում։ Բացառելու համար
ուրեմն ընտրովի արդարադատության երևույթները եւ դատական համակարգում կոռուպցիոն բնույթի երևույթները բացառելու նպատակով Հանրապետություն կուսակցությունը առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեում կամ ԱԱՑ մարմիններում կամ օրինակ ներքին գործերի նախարարությունում ձևավորել ուրեմն օպերատիվ հետախուզական հատուկ ստորաբաժանում, որոնք կզբաղվեն բացառապես դատական համակարգում կոռուպցիոն երևույթների բացահայտմամբ եւ մեղավոր անձանց պատասխանատվության ուրեմն ներկայացնելու խնդիրներով։ Ես ինչպես նշեցի, դատական համակարգը բաղկացած չէ բացառապես դատարաններից, ինքը իր գործունեության ամբողջականությունը ապահովում է մի շարք մարմինների համընդհանուր այդ համագործակցությամբ է ապահովում եւ այդ յուրաքանչյուր մարմնի նկատմամբ պետք է վերահսկողություն սահմանվի։ Եթե նայենք պրակտիկ փորձը, Հայաստանի Հանրապետությունում օրինակ պետք է մի հատ ներկայացվի հաշվետվություն, օրինակ քանի դատախազներ են մինչև օրս իրենց պարտականությունները չարաշահելու կամ կոռուպցիոն բնույթի միջոցառումների մեջ ներգրավելու համար կանչվել պատասխանատվության կամ որքան քննիչներ են կանչվել պատասխանատվության, փորձագետներ, հավատացնում եմ ձեզ, որ այդ թիվը շատ մեծ չէ։ Նույն փաստաբանների մասով, վերջին ժամանակաշրջանում, օրինակ տեսեք, ինչքան փաստաբանների են ուրեմն ինչքան փաստաբանների են կանչում քրեական պատասխանատվության, բայց երբ որ նման մարդիկ միանգամից կանչվում են պատասխանատվության, դա մեկնաբանվում է որպես հետապնդում եւ միջամտություն իրենց մասնագիտական գործունեությանը։ Քննիչին բռնում են, ասում են, սա քաղաքական միջամտություն է, սա միջամտություն է իր մասնագիտական գործունեությանը, որ փաստաբանին բռնում են նույնը, որ դատախազների ես անհիշելի ժամանակներից ինձ հայտնի չէ, թե ընդհանրապես դատախազ դատախազին մեղադրանք առաջադրվել է երբևէ որևէ դատախազի, թե չէ։ Վերահսկողությունը ինչպես պիտի իրականացվի։ Ասեցի օպերատիվ հետախուզական միջոցառումներով նախնական փուլում եւ գիտեք, երբ որ արդեն գործը ամբողջականացվում է կամ ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնին, պետք է ստեղծվի մի մթնոլորտ, այդ ամեն մի այդ ստորաբաժան ունի իր ներքին անվտանգության վարչությունը, ունի էթիկայի հանձնաժողով, որը որ զբաղվում է այդ հարցերով, բայց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերի քննարկման ժամանակ օրինակ այս հարցը նաև քննարկվել է մեր խորհրդում բազմիցս, երբևիցե չենք առնչվել մի խնդրի, երբ օրինակ դատախազները պատրաստակամորեն պաշտպանեն այն մեղադրանքը, որը որ առաջադրվել է դատախազին, ընդ որում արդյոք այդպես դեպքեր կան, որ դատախազին իր գործունեության հետ կապված մեղադրանք առաջադրվի։ Քննիչները չեն քննում են գործերը, որոնք պետքա հարուցվեն քննիչների նկատմամբ։ Դատավորները, այո, դատավորները խորշում են կայացնել վերջնական դատական ակտ իրենց գործընկեր դատավորին։ Դատապարտված դատավոր ես օրինակ հիմա չեմ ճանաչում։ Կան, ասենք, քրեաիրավական ներգործության արդյունքում ինչ որ ազատությունից զրկված ժամանակավորապես, ասենք, որպես խափանման միջոցի ձևաչափով ազատազրկման վայր տեղափոխված ժամանակավորապես դատավորներ, բայց որ վերջնական դատավճռով անձը ենթարկվի պատասխանատվության եւ գնա իր պատիժը կրելու, ես այտենց դեպքերը շատ քիչ են, շատ հազվադեպ են, պետքա խոշորացույցով ման գանք, որ կարողանանք գտնել։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան, ձեր թույլտվությամբ անցնենք իմ ամենասիրած հատվածին, բլիցին։ Բարի։ Ձեր կարծիքով գրված, թե չգրված օրենքներն են կառավարում աշխարհը։ Աշխարհը պետք է կառավարվի բացառապես գրված օրենքներով, որովհետև հակառակ դեպքում այն ինչը որ դարեր շարունակ այդ գիտությունը, իրավաբանությունը ստեղծվել է, կիմաստազրկվի։ Խորտ կլներ, չէ, իր մասնագիտությամբ իրավաբանի կողմից լսել հակառակ կարծիք, որ աշխարհը պետք է կառավարվի չգրված օրենքներով։ Կարելի է ստել հանուն մարդու փրկության։ Կարծում եմ այո։ Ինչից եք ամեն շատ վախենում։ Վախենում եմ ափսոսալ չարացի համար։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Ալեքսանդր Մակեդոնացուն։
Հետաքրքիր հարց է շատ։ Ինչ կհարցնեի Ալեքսանդր Մակեդոնացուն։ Ինչպիսին էր պատկերացնելու աշխարհը իրենից հետո։ Ինչպիսի աշխարհ կպատկերացներ իրենից հետո եւ արդյոք այն աշխարհը, որը որ ձևավորվեց իրենից հետո համապատասխանում էր իր պատկերացրած աշխարհին։ Կարծում եմ մակեդոնացին կասեր ոչ։ Իհարկե։ Կա գիրք, որ մշտապես ձեր գրասեղանին է եւ դուք բարբերաբար վերընթերցում եք։ Կոնկրետ որևէ գիրք չկա, բայց ես բարբերաբար ընթերցում եմ եւ Մաքիավելիի տիրակալն եմ շատ հավանում այդ գիրքը, փիլիսոփայական գրքերից Կոնֆուցիոսը, ինչու՞ չէ, Սվարչում կարդացի Սունցզի Искусство войны, հա, Պատերազմի արվեստ։ պատերազմի արվեստը, վերջում նաև ընթերցեցի Բուսիդոն եւ տարատեսակ գրականություն եմ սիրում, բայց երբեմն կարիք եմ ունենում ընթերցելու ավելի գեղարվեստական, ավելի թեթև գրականություն, որովհետեւ երբ պայմանավորված եմ իմ աշխատանքի ծանր լինելու հետ մասնագիտության։ Ձեր նախընտրած քաղաքական գործիչը։ Ես ձեզ լայն ազատություն եմ տալիս սկսած հին Հունաստանից, մինչև մեր օրերը։ Տեսեք, եթե դիտարկենք հայաստանյան իրականության մեջ, ապա միանշանակ Արամ Զավենի Սարգսյան, որովհետև հասարակության շրջանում օրինակ կա կարծիք, որ Արամ Զավենի Սարգսյանը չափազանց ազնիվ է քաղաքական գործիչ համարվելու։ Ու չգիտես ինչու չափազանց անկեղծ։ Եվ երբեմն այդ անկեղծությունը եւ ազնվությունը վերագրվում է թուլության, բայց ես ուզում եմ մարդկանց ասել հետեւյալը. հարգելիներս, ազնվությունը, ուղղախոսությունը, դրանք թուլության նշաններ չեն, ներողամտությունը հատկապես դրանք թուլության նշաններ չեն, դրանք արժեքներ են մարդկային, որոնք բնորոշ են բացառապես ուժեղներ եւ հենց այդ մարդիկ են ուժեղ, ոչ թե, այսինքն ուժեղը Արամ Սարգսյանն է, ոչ թե ոմանք։ Սա հայաստանյան քաղաքական գործիչների մասով, իսկ ընդհանուր պատմական մասով, օրինակ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին եմ ես շատ համակրել, հատկապես ինձ շատ ոգեշնչել է իրան արտահայտությունը, թե մի հարցրեք, թե ինչ է ձեզ համար արել ձեր պետությունը, ձեր երկիրը, ինչ եք դուք արել Ամերիկայի ինչ համար, դուք պետք է անեք ձեր պետության համար։ Ահա։ Ձեր հարցը ինձ։ Ընկերություն թե քաղաքական նախապատվություն, Տիկին Ադամյան, քաղաքական նպատակահարմարություն։ Մշտապես հավերժական հավիտենական ընկերություն։ Իսկ Եթե դու չունես ընկերներ, դու քաղաքականության մեջ ընդհանրապես անելիք չունես։ եւ հաջորդիվ ընկերություն թե պետական շահ։ Ես կարծում եմ, որ այս պարագայում պետությունը պաշտպանում են ընկերներով։ Բարի, ես եթե թույլ տաք այդ հարցին նաև հնչեցնեմ իմ պատասխանը, Հաճիկով։ եթե մարդ չի գիտակցում ընկերության արժեքը, Չի չի գիտակցի կարող նաև նաև պետության հասկանալ, թե արժեքը։ որն է պետությունը եւ պետական շահը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, այն մանկետում այսօր մենք Գրիգոր Առաքելյանի հետ ներկայացրեցինք Հանրապետություն կուսակցության A5 ծրագրի արդարադատություն հատվածը։ Վստահ եմ, որ բազում հարցեր կառաջանան։ Կարող եք կոմենտներում թողնել ձեր տեսակետը, ձեր հարցերը կլինեն մեր ուշադրության կենտրոնում։ Նաև վստահ եմ, որ հենման կետն է ձեր ուշադրության կենտրոնում։ Բարին ընդ ձեզ, շնորհակալ եմ։